հետո դու արժեքները ճիշտ ես գնահատում դասակարգում փոքր արժեքները ծառայեն բարձր արժեքներին ճիշտ ընտրում ես պիտի պատվանդանը պիտի ծառայի արձանին ոչ թե արձանը պատվանդանին այսպես Մեկ հիմա ունենք, չէ՞, այդ խնդիրները, որ ավելի ցածր արժեք է, ավելի սնունդի, ավելի այս տեսակի բաների վրա մարդիկ կենտրոնացած։ Չէ, բայց սնունդն էլ դեր է խաղում։ Ես 50 տարի բուսակեր եմ, համճարեղ միտք կա լատիներեն ars longa vita brevis est։ Արվեստը երկար է, միշտ կյանքը կարճ։ Այսինքն մենք միշտ մինուսով ենք ապրում։ Մենք շատ բան ենք ուզում ասենք, բայց արվեստը երկար է, քան մեր կյանքը։ Միշտ մնում է ոնց որ Շուբերտը ունի անավարտ սիմֆոնիա, մեր կյանքն է միշտ անավարտ է մնում։ Եվ համեմատ արվեստի հավերժության մարդը ինչքան հնարավոր է մոտենա հորիզոնին, Ժան Տերմերգերյանը ինձ դասերին ասում էր, որ արվեստը իդեալը կատարելությունը նման է հորիզոնին։ Ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է հորիզոնը։ Ինչքան մոտենում ես, այնքան հեռանում է։ Այսինքն պիտի կյանքը շարժում է, ընթացք դեպի կատարելություն։ Հավերժություն։ Ինչ եք կարծում, ինչի կարիք ունի այսօր մեր երկրում վաստակ ունեցող, կենսաթոշակառուն ասենք, տարիքով մարդն ասենք, ամենաշատը ինչի կարիք ունի մարդը։ Աշխատելու, հարատևելու, քանի որ մի 50 տարի այդպես գաղտնիքները չեք բացում դե ասեմ դու բուսակերը ես հոդված ունեմ սննդարության բարոյականությունը տեսնում եք ուտելու բարոյականությունը գոյություն ունի մարդիկ իսկի բարոյականությունը հաշվի չեն առնում ուր մնաց սնվելու բարոյականությունը ես չեմ ասում ինձ մոտ դա ստացվում է ձգտում եմ էլի հիմա ինչ եմ ուզում ասեմ որ առողջ սննդի մասին մենք խոսում ենք ասում եմ ես արագիլը մի ոտի վրա կանգնած է հարցնում են ինչի՞ ես մի ոտի վրա կանգնել ասում է որ ծանրություն չանեմ երկրագնդի վրա բուսակերը նման այդ արագիլին որ չի ուզում շատ ծանրություն անի երկրագնդի հասարակության որտեղ բուսակերը տիեզերքից հողից տարածությունից ժամանակից ավելի քիչ է օգտագործում խլում քան ոչ բուսակերը նա ավելի թանկ է նստում տիեզերքի վրա մենք էժան ենք նստում Մայստրո այս հատվածը երբ որ մենք սոցիալական ցանցերում կտարածենք հաստատ շատ արագ սնունդ սպառող երիտասարդներին անհասկանալի կլինի բայց սա նաև նրանց է ուղված չէ առողջ սնունդի տեսակետից եւ միտքեր ու Բերնարդ Շոուն էլ բուսակեր էր եւ շատ-շատերը մի հաղթանդամ չեմ ուզում ասեմ չաղ մարդ օլիգարխ հանդիպում է շոուին ասում է այնքան ես նիհարել ոնց որ թե քեզ նայողը կասի այս աշխարհում սով է շոուն ասում է իսկ որ քեզ նայեն կիմանան թե այս աշխարհի սովի պատճառն ով է Այս էլ շոուի հումորը բայց որ դուք ինձ ասեցիք հումոր ես ոչ մի բանով չհիմնավորեցի թույլ տվեք մի հատ հումոր ասեմ գոնե Արտասահմանում շարական անսամբլին դիմավորեցին եւ միկին մոտեցավ իդեպ գեղեցիկ կին գրկեց ինձ եւ արտասվեց ես հարցրեցի այդ շքախմբին ինչու է լացում թարգմանիչ ասեց 10 օր առաջ հակարծակի պատահման պարզվել է որ ինքը մաքուր հայ է այս կինը երաշտագետ ասի բա ինչի է լացում ինքը դեռ 10 օրվա հայ է որ լացում է բա ես 50 տարվա հայ եմ բա իմ սիրտը քար է հայ լինելը դժվար է ինչով է դժվար որ արժանանաս այդ մեր նախնիների թողած ժառանգությանը եւ փոխանցես գալիքին այդ մեր ոսկե դարի հայ ես ոչ թե սա գերադասում եմ ամեն ազգ պարտավոր է արժանանա իր նախնիներին հետո ափսոս է շատ արժեքներ ենք մենք մեր պաշարում կա շտեմամ որ պիտի փոխանցենք դա հետո մենակ մերը չի դա համայն մարդկությանն է պետք
կարող է մարդկությունը դեռ չի հասկանում, բայց մենք գիտենք, որ իրանց պետք է։ Իրանք էլ պետք է իմանան ինչ է իրանց պետք։ Էսա հայի առաքելությունը։ Հրաշալի է։ Մեզ լսում են հիմնականում 60 եւ ավելի տարեկան մարդիկ, բայց գուցե եւ չէ, ինչ կա հիմնական ասելիք որպես որ մարդը 60-ից հետո երբ որ թոշակի է անցնում, ինչպես մտածի, ինչպես ապրի, որպես իր կյանքը հագեցած լինի, բովանդակալից լինի, ձերպես այսպես պայծառ միտք ունենա, անելիքներով լեցուն լինի, ինչպես շարունակի, այսինքն թոշակից հետո այդ զգացողությունը, որովհետև մեզանում շատերն ասում են, դե ես արդեն 60 եմ, դե կենտրոնանում եմ հիմնական թորների, կենցաղի վրա, ինչպես շարունակել մնալ կենսունակ եւ հագեցած հետաքրքիր կյանք ապրել։ Դուք երկու անգամ կրկնեցիք հագեցած բառը։ Ես հենց ձեր խոսքով պատասխանեմ։ Երբ կյանքը հագեցած է, տարիքը, քանակը նշանակություն չունի։ Մոցարտը 35 տարի ապրել, Շուբերտը 21, Պերգոլեզին 26, Պետրոս Դուրյանը 19։ Բայց նրանք տեսեք ինչ ասում Մարտիրոս Սարյան, ասում է ես 5000 տարեկան եմ։ Նույն տարիքն ունի Արամ Խաչատրյանը։ Եվ հիմնավորում է վարպետը, ասում է, որովհետև արվեստագետը իր մեջ կրում է իր ժողովրդի պատմությունը եւ կենսագրությունը։ Կարևոր չի դու ինչքան ես ապրում, կարևորը հագեցած եւ օրը եթե հագեցած է դա մի օր չի, 10 օր է, 20 օր է, 30 օր, կյանքի որակն է կարևոր։ Ինչ ես արարում, ինչ ես ստեղծում, ինչ ես թողնում, ինչ ես լսում, յուրացնում, պարտադիր չի ակտիվ։ Դու ստեղծես մշակույթ, նաեւ այս սեղանն է, այս աթոռն է, դա էլ նյութական մշակույթ է։ Դա էլ մտնում է պատմության մեջ։ Այնպես որ բոլորը հնարավորություն ունեն հագեցած ապրելու։ Ուրեմն եկեք օրացույցը մի կողմ դրեք, ապրեք գիտակցական կյանքով հագեցած արվեստով եւ կապրեք հավերժ։ Դες այսպեսի մի հոդված եմ գրել երաժշտության մասին, հավերժի ակնթարթները։ Եվ դա Հեգելի միտքն է, Գեորգ Ֆրիդրիխ Հեգել, որ ասում է, որ հավերժությունը կարող է արտացոլվել մի ակնթարթի մեջ։ Այսինքն մենք արվեստագետներս մարդը գործ ունի հավերժության հետ, այնպես որ այդ +60 դա թող դրանով զբաղվի ԶԱԳՍ-ը եւ կադաստրը։ Դե մենք էլ ենք զբաղվում, դուք այն տարեկան եք, մայստրո։ Ես 78 տարեկան եմ։ Եվ ոնց եք զգում ձեզ, 70 զգում եք, թե այդպես հավերժության մեջ։ Ես ասեցի, չէ, ես գործ ունեմ հավերժի հետ, եւ ընդ չի աշխատում այդ ժամացույցը, մեզ մոտ ուրիշ բանը։ Հրաշալի է։ Ուրիշ է։